հետազոտվող համակարգերն ու օրգանները։ Բոլոր էնդոկրին գեղձերը, հիպոֆիզ, վահանաձև գեղձ, հարվահանաձև գեղձեր, ենթաստամոքսային գեղձ, ձվարաններ, ամուրձիներ, մակերիկամներ։ Որքան է տևում խորհրդատվությունը։ Առաջնային խորհրդատվությունը տևում է գոնե 30-40 րոպե։ Խորհրդատվության արդյունքի տրամադրման ձևը վիտամեդում։ Տրամադրվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով։ Խորհրդատվության ցուցումները երբ դիմեն էնդոկրինոլոգի։ Էնդոկրինոլոգի դիմելու ցուցումներ են համարվում բազմաթիվ, ինչպես սպეციფიկ, այնպես էլ ոչ սպეციფიկ գանգատներ, օրինակ ընդհանուր թուլություն, հոգնածություն, բերանի չորություն, շատախմություն, գիշերային ժամերին հաճախացած միզելու ցանկություն, մաշկի չորություն, նախկին հետազոտությունների արդյունքում արդեն իսկ ախտորոշված էնդոկրին որևէ պաթոլոգիայի հետագա հասկողության նպատակով կարող են դիմել։ Խորհրդատվությունը պարունակում է որևէ նախապատրաստում։ Խորհրդատվությունը որևէ նախապատրաստում չի պահանջում, եթե կա կասկած, որ կա էնդոկրին համակարգի որևէ խնդիր կամ արդեն ախտորոշված էնդոկրին խնդիր, խորհուրդ է տվում անպայման պարբերաբար անցնել հետազոտություն էնդոկրինոլոգի